Այսօր հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին հանդիսավորապես նշում է Սրբոց Վարդանանց տոնը, որը ներկայիս մարտահրավերներին ընդառաջ մի քանի կարևոր իմաստներ է իր մեջ պարունակում եւ նաեւ խորհուրդ ուղված մերօրյա հայ հասարակությանը եւ յուրաքանչյուր հայի որպես անհատ։ Այն մեզ համար պատմական հիշատակ չէ միայն Վարդանանց տոնը եւ խորհուրդը, այլև ներկա պատասխանատվություն եւ ապագայի ճանապարհ։ Վարդանանց տոնը կոչ է անում մեզ նախ եւ առաջ վերականգնելու մեր ազգային միասնությունը, միմյանց հանդեպ հարգանքով, խոնարհությամբ, համբերատարությամբ եւ սիրով։ Այն նաեւ կոչ է անում մեզ անհատապես միմյանց հանդեպ լինել սիրով, հարգել միմյանց եւ մեր հասարակությունը կառուցել քրիստոնեական արժեքների ու հարգանքի հիման վրա։ Այս տոնը կոչ է անում նաեւ մեզ վերանորոգելու մեր ուխտը, մեր մայր եկեղեցու, հավատքի, հայրենիքի ու միմյանց հանդեպ։ Հրավիրում է մեզ հաստատուն մնալու մեր հավատքի մեջ, սիրելու մեր հայրենիքն ու եկեղեցին եւ հավատարիմ մնալու Աստծուն բոլոր փորձությունների մեջ։ Բոլոր դարաշրջաններում, այդ թվում նաեւ 5-րդ դարում, ինչպես որ տեսնում ենք, Վարդանանց պարագայում մենք ունեցել ենք բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ, բայց ինչպես որ պատմությունն է ցույց տալիս եւ հայ ժողովրդի փորձառությունը մենք կարողացել ենք Աստծո կամոք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։ Այդ թվում նաեւ այսօր, թեև ունենք տարբեր փորձություններ ու դժվարություններ, այո, մեր ժողովուրդը, մեր հայրենիքը, մեր եկեղեցին անցնում է փորձությունների միջով, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր մեր եկեղեցին կանգնած է ամուր, հավատով լեցուն եւ վստահաբար այս դժվարությունները մենք հաղթահարելու ենք մեր ամուր հավատի եւ անսասան կամքի շնորհիվ եւ մեր ժողովրդին եւ մեր եկեղեցին հասնելու ենք բարի հանգրվանի։ Հայրապետական մաղթանքը մեր հայ եկեղեցու ծիսական կարգերից մեկն է, որի ժամանակ մենք միասնաբար աղոթք ենք բարձրացնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության անսասանության եւ հոգեվոր պայծառության համար, որպեսզի Տերը իր հովանու ներքո, Տիրոջ հովանու ներքո շարունակի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին անշեղորեն իրականացնել իր առաքելությունը։ Նաեւ մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որպեսզի Տերը արևշատ օրեր պարգևի ամենայն հայոց հայրապետին, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի իր հովապետության ներքո մեր եկեղեցին շարունակի արձանագրել նոր ձեռքբերումներ հոգևոր եւ մեր ազգային կյանքում։